Միքայել Սրբազանի ազատության աղոթքով մարդաշատ է եղել Գյումրիի Վարդանանց հրապարակը Սուրբ Ծննդյան պատարագից հետո։ Վերջին 26 տարում առաջին անգամ թեմի առաջնորդը չի ելնել Աստվածահայտնության ջուրը շիրակցիների համար։ Շիրակի թեմի հոգևոր տեսուչն Ալեք Սրբազանն է Քրիստոսի հայտնության ավետիսը փոխանցել թեմի հավատավորներին, շնորհավորել Սուրբ Ծնունդը։ Բանտարկված Միքայել Սրբազանը Իզմիրյան բժշկական կենտրոնից է Սուրբ Ծննդյան ավետիս տվել քրիստոնյաներին։ Թեմն իր առաջնորդի մատուցած պատարագից է զրկված, Միքայել Սրբազանը բոլոր պատարագներից քրեակատարողական ծառայությունը շարունակում է խոչընդոտել Միքայել Սրբազանի ծիսական կյանքի իրավունքը, ահազանգում են փաստաբանները։ Երևան կենտրոն քրեակատարական հիմնարկի ղեկավարը այս առումով ունի բնականաբար բացական վերաբերմունք եւ մեր կարծիքով նաեւ խտրական վերաբերմունք։ Բնականաբար այդ իրավունքից զրկված լինելը սա հավասարեցնում է խոշտանգման։ Սա շատ կարեւոր է, որ հոգեվորականին դու զրկում ես հոգեվոր ծեսերին մասնակցելու իրավունքից։ Եվ բնականաբար մենք սա համարում ենք խոշտանգման տարատեսակ մի դրսևորում։ Եվ բնականաբար մենք սա արձանագրում ենք եւ հետագայում կանդրադառնանք իրավական առումով։ 2025-ի վերջին էր հայտնի, որ քրեակատարողական ծառայությունը Միքայել Սրբազանին չի թույլատրել Իզմիրյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչից հաղորդություն ստանալ։ Հունվարի 4-ի հերթական Ճրակալույցի ու Սուրբ Ծննդյան պատարագներին նույնպես 62-ամյա arczepiskopos-ին թույլ չեն տվել մասնակցել։ Ծիսական կյանքին մասնակցելու Սրբազանի իրավունքը դա նաեւ օրենքով է նախատեսված, նաև միջազգային իրավունքով է դա երաշխավորված եւ իրենք դա պարտավոր են ապահովել։ Ազատությունից զրկվելու առաջին պահին է Սրբազանին հետաքրքրել Սուրբ Ծննդյան պատարագին, կկարողանա մասնակցել, թե ոչ, պատմում է Զորաբյանը։ Միքայել Սրբազանին նոր էին կալանավորել եւ մենք քննարկում ենք հետագա մեր անելիքներ, ինքը ասում էր կլինի, որ Սուրբ Ծննդյան օրերին պատարագին ինքը մասնակցի։ Հունիսին էր ասում։ Նույնիսկ հուլիսի սկզբին ես ասում եմ Սրբազան, բայց ինչ եք ուզում մինչև հունվար այստեղ մնաք, մենք կարծում եմ մինչև այդ դուրսը կլինեք։ Ասում եմ չէ, ես գիտեմ ինձ պահելու են այստեղ երկար։ Քրեակատարողականն առաջարկել է բանտի հոգևոր տեսուչը պատարագներ մատուցի նաև Միքայել Սրբազանի համար, բայց ըստ եկեղեցական կանոնի նույն քահանան չի կարող մեկ օրում մի քանի պատարագ մատուցել։ Իզմիրյան բժշկական կենտրոնում նույնպես կա հոգևոր ներկայացուցիչ Մայրաթորից։ Մենք խնդրել ենք, որ հենց Հայր Սուրբը այդ հոգևոր խնամքը կազմակերպի, ինչպես նաև ծեսը անցկացնի։ Այդ առումով մեզ մերժել են, ասելով, որ չէ, պետք է նույն հոգևորականը, Տեր Զենոնը դա կազմակերպի։ Եկեղեցու այդ ծեսին մասնակցելը այնքան կարևոր է Միքայել Սրբազանի համար, որ վիրահատությունից առաջ քրեակատարողականին էր դիմել իրեն պատարագի մասնակցելու համար ԱԾ մեկուսարան տեղափոխել, ասում է Զորաբյանը։ Հայտնի չէ, վիրահատությունից հետո դեռ ինչ կան Իզմիրյանում կմնա Միքայել arczepiskopos-ը։ Հայ առաքելական եկեղեցում հաջորդ պատարագը հունվարի 11-ին է։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։